որ ցանկացած իշխանափոխություն բերելու է նախկին համակարգի հաստատմանը, ինչից որ խուսափում է հայ հասարակությունը։ Ձեզ էլ հաճախ կապում են այս կամ այն նախկին իշխանական թևի հետ։ Պարոն Թաթոյան, եթե այնուամենայնիվ գործող իշխանություններին հաջողվի վերարտադրվել, որոնք են լինելու ձեր և ձեր քաղաքական թիմի հաջորդող քայլերը։ Շնորհակալություն, սա իսկապես կարևոր հարց է, մեր ժողովրդին ստիպել են, պահում են այս վանդակի մեջ, նախկին, ներկա, չգիտեմ, ռուսական, պրոռուսական, պրոարևմտյան, պրոամերիկյան, հիմա էլ այս իշխանությունները ադրբեջանական պաշտպանության ներքո են։ Եվ սա այս համակարգը գործող իշխանությանը հնարավորություն է տալիս ավելի ուժեղանալ, որտեղ նրանք, ես ասել եմ, դա վամպիրի պես սնվում են նախկին համակարգի այն ժամանակ թույլ տված սխալներից, որ մինչև հիմա դրանով գնում են։ Դրա համար տարբեր մարդկանց փորձում են պիտակավորել, կապել ինչ-որ մեկի հետ եւ այլն։ Իմ պարագայում եւ մեր թիմի պարագայում երաշխավորված ուղղակի ասում եմ, որ նման բան ուղղակի չկա, պարզապես չկա։ Վերադարձ ինչ ենք հասկանում նախկին համակարգերին։ Եթե ուզում ենք դրանով ասել պետական պաշտոնյաներ, որոնք պետությունը համարում էին անձնական հարստացման միջոց, որոնք գալիս էին, խոստումներ էին տալիս մարդկանց, հետո գնում իրենց բիզնեսներն էին դնում, պաշտոնների, բարեկամներին էին տեղավորում աշխատանքի, պետությունը դիտվում էր որպես անձնական բարելավման, միտեղ նշանակում է պաշտոնի վերջ, կյանքը լավացավ։ Արդեն կտանի բարեկամներով, բանով, կտեղավորի այդտեղ կապերով կմնան։ Սա է եղել այս բարքերը կամ այն մակարդակը, այն համակարգերը, որ եղել են կաշառակերության հետ կապված, չգիտեմ, այդ անընդհատ որ ասում են թալանչի, բան եւ այլն, եթե նկատի ունենք այդ համակարգերը, դրանք մեզ հետ ուղղակի ընդհանրապես կապ չունեն, այսինքն, օրինակ ես գործող վարչապետին քանի անգամ հրավիրել եմ բանավեճի։ Դե ասում եմ, այդքան մարդու ասում ես, արի իմ հետ խոսա, ինչ պիտի ասի ինձ, թալանել ես, գործարանները, դրոնները ես են, ինչ պիտի ասի։ Ես որևէ մի բանի մասնակից չեմ եղել երբեք, հակառակը։ Ես եմ ուզում հասկանամ, հարցեր կան, ինչի է այս քաղաքականությունը այս ձև իրականացվում կամ այս հարցերը պետք է առաջ քասել։ Եթե օրինակ նրանք ասում են կապում են բոլորին նախկին, այդ թվում ինձ են ուզում կապեն, ինչ են հասկանում նախկին ասելով։ Նախկին ասելով հասկանում են այդ իրենց ասած թալանչի, կոռուպցիոներ եւ այլն, այսօր իշխանության մեջ լիքր են այդ մարդիկ։ Վերցնենք ազգային ժողովը, падգամավորներ կան, օրինակ падգամավոր կա Գագիկ թե Գուրգեն Մելքոնյան։ Այդ մարդը իմ հետ օրինակ միշտ ասոցացվում է իմ մոտ որպես բանակի համազգեստներ, չգիտեմ, ամեն ինչը թալանած մարդկանցից մեկը։ Որտեվ քանի տարի եղել է այդ թիկունքի գծով տեղակալ։ Ինձ համար ինքը այդ թալանչիության սիմվոլն է, եթե։ Բայց հիմա եթե այդ մարդկանց մեջ ինքը այդ սիմվոլներից է հիմա իրանց։ Ինչ իրավունք ունեն այլևս որևէ մեկի կապել դրա հետ։ Դրա համար այս իշխանությունը ինքն է նախկին։ Ինքը հենց այդ որ բնութագրում են, իրանց էլ այդ նախկինի մեջ ճպճպում է, ինչպես ասում են։ Մենք առաջարկում ենք, ասում ենք, այդ հին համակարգերին բնականաբար չի լինելու վերադարձ։ Այսինքն վերադարձը անհնար է պարզապես, որովհետև մենք այդ համակարգերից չենք։ Մենք ուզում ենք երկիրը առաջ տանել։ Մենք ուզում ենք լուծումներ, մենք տալիս ենք լուծումներ, ինչպես որ կարող ենք զարգացնել։ Ես բոլոր տեղերում դա եմ ասում, որ այդ վախերով, որ մարդկանց պահում են այդ վախերի մեջ, մենք լուծումներն ենք տալիս եւ պետք է միայն առաջ գնանք երիտասարդների համար, ժամանակակից կրթություն, թափանցիկ պետություն, հաշվետու պետություն, մարդու համար աշխատող, գիշեր-ցերեկ աշխատող պետություն։ Սա է ամենակարևորը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցին պատասխանելու համար, բայց կուզենայի մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեիք այն հարցի պատասխանը, թե ինչ պայքարի ձև եք ընտրելու, եթե իշխանությունը մնա։ Մոռացա այդ հարցին պատասխանեմ։ Նայեք, մենք հիմա հստակ ունենք օրակարգ, որ մենք այս իշխանությունը պետք է փոխվի։ Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի սահմանադրությանը, օրենքներին համապատասխան, որ այս իշխանությունը փոխվի։ Մենք եթե չունենք այսինքն մենք բոլոր հետընտրական սցենարների մենք պլաններ, ծրագրեր, քայլեր ունենք նախատեսած, բայց մենք այս պահին առաջնորդվում ենք միայն այդպիսի օրակարգով։ Մեր քաղաքացիներին խնդրում ենք ընտրության գնալ անպայման բոլորով, որովհետև
այս իշխանությունն է տարածում մարդկանց մեջ, որ հնարավոր չի փոխել, ամեն ինչ նույնն է մնալու, մեկը չեն փոխվելու, մեկը հներն են մնալու եւ այլն, ինտրիգացնում են ամեն ինչ, մարդկանց էլ զզվացնում են, որ չգնան ընտրությունների։ Այս սա է պատճառը, որ մենք պետք է այդպես չմտածենք։ Մենք պետք է գնանք բոլորով ընտրության եւ որտեվ մեր ժողովրդի մեծամասնությունը, ես այսքան շփվում եմ, չեն պատկերացնում այս իշխանությանը եւ այսօրվա կառավարության ղեկավարին որպես Հայաստանում ապագա չեն կապում նրա հետ, կարճ ասած։ Այսա է կարևորը, որ մենք պետք է նկատի ունենանք ու առաջ գնանք։ Սա մենք հիմա այս օրակարգով ենք մասնակցում այս ընտրություններին։ Ձեզ հաջողություն եմ աղթում։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոս, հումանիտար առարկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, օտար լեզուների մասնագետ Քրիստինա Մարգարյան։ Նախ ողջունում եմ ձեզ, պարոն Թաթոյան, եթե կարելի է, մենք արդեն ձեր քաղաքական ուժի տասնյակի որոշ ներկայացուցիչներին լսեցինք, շատ հաճելի էր, եթե կարելի է, կարող եք ներկայացնել ձեր տասնյակը, հետաքրքիր է, որ ոլորտի մասնագետներ են ներկայացված եւ քանի որ ինքս ունեմ արդեն 30 տարվա մանկավարժական ստաժ եւ բուհական համակարգի աշխատակից եմ, առիթից օգտվելով շատ կցանկանայի իմանալ ինչպես եք դուք տեսնում հեռանկարներ, ինչպիսի ծրագրեր ունեք բուհական կրթական համակարգի զարգացման վերաբերյալ, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի արժանապատիվ գնահատման վերաբերյալ եւ առհասարակ ռեգիոնալ բուհի զարգացման վերաբերյալ, որպես ոչ միայն բուհ կառույց, որտեղ մարդիկ ստանում են կրթություն, այլ ռազմավարական նշանակություն ունեցող սուբյեկտի վերաբերյալ։ Շատ շնորհակալություն։ Անչափ շնորհակալ եմ եւ շատ տպավորիչ էր նաեւ ձեր այն ձեռքբերումները, որ դուք ներկայացրեցիք, խորին հարգանք ձեզ, մեր բոլոր մանկավարժներին։ Մեր տասնյակի հետ կապված, ուրեմն ես նոր մտածում էի, մենք երևի իրավաբաններն են շատ, թե տնտեսագետները։ Մենք ուրեմն մեր թիմում ունենք առաջին տասնյակում 4 իրավաբան։ Ես, Աստղիկ Մատինյանը, Լիպարիտ Դրմեյան եւ Արմեն Գալստյան։ Պարոն Անանյանը հաշվապահ ֆինանսիստ։ Շահեն Հարությունյանը պատմաբան։ Գոր Թադևոսյանը ֆինանսիստ։ Եվ մեր էլի թիմակից 2 ֆինանսիստ ու 12 լրացավ ոնց թե։ Հա, եւ օտար լեզու արտասահմանյան գրականության մասնագետ ամբիոնի վարիչ պետական համալսարանում եւ քաղաքագետ։ Այո, Անուշ Սեթրակյան։ Սա է։ Ու նաև ասեմ, բացի սա, մենք ունենք գիտնականներ։ Ես իրավաբանական գիտությունների թեկնածու եմ, իրավունքի պրոֆեսոր։ Պարոն Անանյանը տնտեսագիտության թեկնածու է։ Եվ այլն, այսինքն մեզ համար Շահեն Հարությունյանը պատմական գիտությունների թեկնածու է։ Մենք այս ցուցակով, այս կազմով փորձել ենք ցույց տալ, որ գիտությունը պրակտիկայի հետ համատեղելը կարևոր է, պարտադիր է, եւ կարևոր է նաեւ գիտելիքը եւ կարողությունը ճիշտ համադրելը։ Գիտելիք պլյուս կարողություն պրակտիկայում կիրառելու տեսանկյունից։ Այսինքն մեր թիմակիցները նաև գիտակցում են, մենք ինքներս, ես ինքս մեր թիմակիցները գիտակցում ենք կրթության կարևորությունը։ Ես 2005 թվականից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, իրավաբանական ֆակուլտետում։ Մոտ 15 տարի եւ ավել ամերիկյան համալսարանում, իհարկե այս կիսամյակ կասեցում եմ վերցրել գործունեության ժամանակավոր, քաղաքական գործունեության պայմանավորված, բայց լիարժեք պատկերացնում ենք, օրինակ այս օրինակով ցույց տվեցի, թե կրթական համակարգում ինչպիսին են խնդիրները, այսինքն մենք մեր սեփական փորձով գիտենք։ Եվ հիմա ես բուհական համակարգի խնդիրներին գամ ձեր երկրորդ հարցին, թե ինչպես ենք պատկերացնում զարգացումը։ Մենք նախատեսել ենք այդ ակադեմիական քաղաքը ընդհանրապես որ կա, դա որևէ կերպ չի կարելի իրականացնել, որովհետև այդ տեսքով որ կա, դա մեր բուհական համակարգի համար խոշորագույն խնդիրներ է ստեղծելու, նաև նախատեսում է վերացնել մարզերում բուհերը։
որը շատ սխալ է, հակառակը պետք է զարգացնել։ Մենք նախատեսել ենք 3 խոշոր կլաստերային համակարգեր բուհերի՝ հարավ, Երևան, հյուսիս։ Հարավը բնականաբար Սյունիքն է եւ նախատեսել ենք Գորիս Կապան, հատկապես այդ շղթայով։ Ու ըստ մասնագիտությունների, օրինակ Գորիսում տեխնոլոգիական, որտեղ ռազմաարդյունաբերական այնտեղ ընկերություններ կան, մենք աշխատել ենք նաև իրենց հետ, ճանաչում ենք այդ ուղղությամբ։ Կապանը նույնպես շատ մեծ պոտենցիալ ունի տարբեր բնագավառների, պատմության բնագավառ, մանկավարժության, տնտեսագիտության եւ այլն, եւ բուհական համակարգի զարգացումը պետք է խարսխվի դրա վրա։ Ու իրականում ես ինքս երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորում էի Պենսիլվանիայի համալսարանում, այդ յուրաքանչյուր քաղաքում կան համալսարանական քաղաք կամ մոտավորապես, բայց դա առանձնացված չի, մեկուսացած չի, ինքը քաղաքի մեջ է, ուղղակի համակարգային այնպես է ենթակառուցվածքներով կապած իրար, այգի, համալսարան, սրճարաններ եւ այլն, որ ուսանողներին հնարավորություն է տալիս, երբ գալիս են նրանք ուսման վայր, շատ հեշտ համատեղեն ամեն ինչը։ Եվ այդպես էլ կոչվում է, օրինակ Կապան քաղաքի համալսարանական քաղաք, ինքը պարզապես մի շրջան է, մի մաս է։ Ես օրինակ շատ կուզեմ, այնքան այսօր պոտենցիալը տեսա, օրինակ այսօր շրջում էինք, Վաչագան գետը որ կա, մի հրաշալի տեսարան։ Ես օրինակ հիմա որ ցած իմ մեջ պատկերացնում էի, ինչ հրաշալի համալսարանական քաղաք կարող ենք ստանալ։ Այսինքն համալսարան բուհը հիմնադրում ես, կողքը զարգանում են ենթակառուցվածքները։ Մենք մեր նաև Սփյուռքի կապերով, մեր հայրենակիցներով այնքան կարող ենք հնարավորություններ ունենք բերելու, զարգացնելու մեր բուհական համակարգը։ Եվ դա միանշանակ արվելու է, ու մեր Սփյուռքի հայրենակիցները Սյունիքի համար մանավանդ շատերը գժվում են ուղղակի։ Այսինքն մենք պատկերացրեք ինչ մեծ սիրով կգան այստեղ կդասավանդեն շատ բարձրակարգ մասնագետներ, մենք այստեղի մասնագետները բուհական համակարգի հետ կապված։ Նախ մենք նախատեսել ենք կրթությունը, որ պետական բուհերում Հայաստանի քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար։ Կանոն է սա, վերջ։ Եվ սա կարևորագույն նշանակություն ունի։ Մենք պետք է փոխենք տրամաբանությունը։ Եթե մենք չունեցանք կրթված քաղաքացիներ, եթե մենք չունեցանք մասնագետներ, ապագայում շատ դժվար է լինելու։ Այդ համար է չեն կարողանալու նորմալ լուծումներ ապահովել։ Մյուսը մասնավոր բուհերը եւ նաեւ վճարովի համակարգում սովորողները պետք է ունենան ուսանողական վարկերի հնարավորություն։ Ուսանողական ես այս համակարգերը տեսել եմ արտասահմանում, ինքս ինչպես են աշխատում եւ դա իմ սեփական փորձով եմ ասում։ Ուսանողական վարկ նշանակում է ցածր տոկոսներով վարկ, որը տրվում է ուսանողին եւ այդ ուսանողը եւ վճարումը ինքը անում է արդեն ավարտելուց հետո։ Այսինքն ուսման ժամանակաշրջանում վճար չի մուծվում։ Ունի պարտավորություն, աշխատում է, հետո է տալիս։ Տեսեք, այստեղ ինչ մենք կարևոր բաներ ենք շահում։ Առաջինը, ծնողի վրա ֆինանսական բեռ չի դառնում ուսանող պահելը։ Այսօր, չէ, շատ դժվար է, մանավանդ մի քանի երեխա ունեցան, շատ դժվար է։ Ոչ միայն վարձը պետք է հաշվի առնենք, այլ ապրելու ծախսերը։ Օրինակ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորել եմ, ոչ միայն վարձն է եղել այդ կրթաթոշակների մեջ մտած, այլ նաև ապրելու ծախսերը։ Իհարկե ուսանողն է որոշում, որ մասը վերցնի, որը չէ, բայց դա պարտադիր պետք է լինի։ Մյուսը աշխատանքի հնարավորությունները։ Պետությունը պարտադիր պետք է աշխատի բուհերի հետ, պետք է պատվերներ տա։ Պետությունը ամեն տարի պետք է ինքը նվազագույն պատվերները տա։ Օրինակ ասի, Կապանի համար ինձ պետք է 10 ինժեներ։ Կապանի Դավիթ-բեկի դպրոցի համար ինձ պետք է 2 ֆիզիկայի ուսուցիչ։ Եվ պետությունը պատվերների տարբեր տեղերից բուհերին տալիս է պատվերներ, դա այն մինիմումն է, որ բուհը պատրաստում է։ Դա տալիս է համակարգվածություն, այսինքն ոչ թե այսօրվա նման ենթանենք մի 100,000 իրավաբան, մեկ էլ 5 ինժեներ ենթադրենք։ Այդպես երկիր չէ զարգացնել։ Պետք է պետությունը կշռադատված ճիշտ քաղաքականություն վարի։ Մյուսը, ինչպես են արդյոք բուհերը շահագրգռված են աշխատանքին շրջանավարտների, որ ընդունել։ Այսօր չէ։ Տեսեք, արտասահմանում այդ միջազգային համակարգերում ինչպես է, որով ես եմ սովորել, աշխատել, բուհը շահագրգռված պետք է լինի, որ իր շրջանավարտները տեղավորվեն աշխատանքի։ Ինչպես։ Դա պետք է հաշվենք բուհի ռեյտինգի մեջ։ Բուհի հեղինակությունը այդպես է որոշվում։ Օրինակ ոչ թե բուհը պետք է լինի շրջանավարտ թողարկող, այլ որոշում կայացնողներ, մասնագետներ եւ բուհի ռեյտինգը որոշվելու է նրանով, թե բուհը ավարտած քանի մարդ անցավ աշխատանքի։ Եվ բուհը ինքը վերջին տարին երեխայի սովորողի ավարտելուց առաջ
պետք է աշխատի խոշոր ընկերությունների հետ, որ արդեն աշխատանքի հնարավորությունները տան։ Օրինակ իմ փորձից բերեմ, երբ ես սովորում էի Պենսիլվանիայի համալսարանում, վերջին տարին Նյու Յորքում անցկացվում էր շատ խոշորամասշտաբ աշխատանքի շուկա։ Հավաքվում են խոշոր համալսարաններ, պետության հովանու ներքո, պետությունը գիտի օրենսդրություն կա եւ այլն, պայմանավորվում են խոշոր ընկերությունների հետ, կազմակերպում են աշխատանքի շուկա։ Մեծ ընկերությունները գալիս են, տաղավարները ներկայացնում են, համալսարանները օգնում են իրանց շրջանավարտներին, որ գնան ներկայացնեն շրջանավարտներին եւ այլն աշխատանքի տեղավորելու հարցերը։ Տեսեք, այսինքն սա շղթա է, որ անպայման պետք է լինի ուսանող դասախոսական կազմը, պետք է նույնպես ունենա արժանապատիվ աշխատանք, վարձատրություն եւ դասախոսները այսօր այնպես է ստացվել, որ շատ դասախոսներ, ես դասախոսներին չեմ մեղադրում, համակարգն է այդպեսին։ Շատ դասախոսներ կես դրույքով 0.25-ով են աշխատում, այսինքն չեն նայում, որ համալսարանական դասախոսական աշխատանքին որպես հիմնական աշխատանք։ Այս այլ սխալ է։ Եվ դրա համար, բայց դա նրանից է, որ աշխատավարձն է ցածր, պայմաններ չկան, պետք է պայմաններ լիարժեք լինեն եւ համալսարաններում պետք է ուժեղացնել հետազոտական ջիղը, որ հետազոտեր եւ մեր երեխեքը արդեն նենց պիտի համակարգը լինի, ուսանողները արդեն աշխատանք ունենան։ Օրինակ, երբ ես սովորում էի, սովորելու ժամանակ ես աշխատանք ունեի։ Ինչ աշխատանք էր, ոչ թե դրսում էր համալսարանը ինքը ապահովում էր աշխատանքը, ովքերով դասախոսները մասնակցում էին խոշոր ծրագրերի, մասնակցում էին եւ քո գործատուները քո դասախոսներն էին։ Այսինքն ինքը համակարգը իրեն այսպես զարգացրած պահում է եւ այսպես մոտավորապես այդպես ժամանակը ուղղակի հաշվի առնելով փորձեցի հնարավորինս կարճ պատասխանել։ Ներողություն մի փոքրիկ հավելում էլ ես որպես գործող դասախոս, որովհետև ձեր հարցի մեջ նաև կար դասախոսների վերապատրաստման խնդիրը, ինչը շատ խորքային խնդիր է, որովհետև այսօրվա մեր բուհական համակարգում դասախոսների վերապատրաստումները հիմնականում այն շրջանակում են արվում, որտեղ օրինակ միջազգային կազմակերպություններից դրամաշնորհների կամ ծրագրերի շրջանակում կոնկրետ ուղղություն, ասենք հակակոռուպցիոն կրթություն, հա, օրինակ վերցնենք, կամ լեզուներ, այսինքն այն մնացած դասախոսական պրոֆեսորադասախոսական կազմի բուն մասնագիտական գիտելիքների այսօրվա ինովացիոն հասարակությանը ծառայեցնելու համար գիտելիքների վերապատրաստումների